Very much, Պարոն Հովակինյան, թե վաղաշաբաթի ինքնությունների ժամանակ և վերջին շրջանում բազմաթիվ աղազնակեր են ստացվում ընտրացուցակների վերաբերյալ, մասնավորապես վերջիններում կայքով և մարդիկ փորձում են տեսնել, թե իրենց հասցնում ովքեր են գրանցված, տեսնում են, որ անծանոթ մարդիկ 10-ից ավել իրենց հասցներում գրանցված են։ Այս անճշտությունները ինչի հետ են կապված, նաև ուզում եմ անդրադառնալ այն հարցին, պայմանավորված վերջին շրջանի իրադարձություններով, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանությամբ, հիմա մասնավորապես նաև այն համատեքստում, որ ընտրական օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել և հիմա իմ քայլը հիմնադրամը ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ, թե ոչ, ինչպես նաև քաղաքացիական պայմանագրի կուսակցության ներքաղաքական քարոզարշավներն են մեկնարկել և հանրային հեռուստաընկերությունը դրանք ակտիվորեն լուսաբանում է, տարբերություն դնելով ընդդիմադիր դաշտում տեղ ունեցող մյուս քարոզչություններին։ Հիմա դուք այս համատեքստում կարողանալու եք ապահովել բոլոր կուսակցությունների հավասարությունով լուսաբանությունը։ Սկսեմ վերջից, հարգելի լրագրողներ, հավասար լուսաբանում պիտի ապահովեք դուք։ Լուսաբանում ապահովում եք դուք։ Մենք կենտրոնական հանրային հեռուստաընկերությունը, եթե հանրային հեռուստա, ես չեմ ասում, որովհետև մեր տեսանկյունից կլինի հանրային հեռուստաընկերություն, թե մնացած լրատվամիջոցները բոլորը մեր տեսանկյունից նույն հարցության մեջ են։ Այսինքն այստեղ հանրային հեռուստաընկերությունը ունի օրենքով սահմանված պարտավորություններ, որպես պետական ֆինանսավորում ստացող հեռուստաընկերություն, որ պարտավոր է ապահովել։ Եվ եթե, այսպես ասենք, հանրային հեռուստաընկերությունը որևէ իր պարտականություն չկատարի, ինչպես գիտեք, ՌԱՀ-ը այս պարագայում ՌԱՀ-ը հետևում է այդ նաև ՌԱՀ-ը հրապարակել արդեն իր մեթոդաբանությունը մոնիտորինգի, կարող եք վերցնել ծանոթանալ եւ ՌԱՀ-ը ապահովելու է դա։ Եվ այստեղ կոնկրետ հեռուստաընկերությունների կողմից իրենց պարտականությունների կատարման մոնիտորինգը իրականացնելու է ՌԱՀ-ը եւ ՌԱՀ-ը մեզ նաեւ տեղեկացնելու է այդ ընթացքի վերաբերյալ, այսինքն եթե խնդիրներ կան, եթե խնդիրներ չկան եւ այլն։ Այսինքն սա մեկ։ Մյուսը ասացիք, ես չհասկացա, թե վարչապետի եւ իր տիկնոջ ամուսնալուծությունը ինչու հարցից։ Տեսեք, երբ որ մենք ունենանք գրանցված կուսակցություններ, այդ ժամանակ մենք արդեն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կանդրադառնանք նաև հիմնադրամներին, նրանց ծավալած գործունեությանը։ Ես կարող եմ ասել, որ այսօր մենք կհրապարակենք մի պարզաբանում, որտեղ այս խնդրին կա անդրադարձ։ Այսինքն ոչ թե իմ քայլին, այլ ընդհանրապես բարեգործական կազմակերպությունների եւ կուսակցությունների, տեխնացուների այդ կապին, ասոցացված, չասոցացված։ Ես դա կհրապարակենք, դա նաև ձեզ բոլորիդ կուղարկի, որպեսզի նաև դա այդ հարցի պատասխան ունենք, բայց ամեն դեպքում մենք իրավիճակը սկսում ենք գնահատել, երբ որ ունենք կուսակցություններ, գրանցված եւ տեխնացուներ։ Երբ որ մենք չունենք գրանցված կուսակցություններ, չունենք տեխնացուներ, ենթադրություն, այսպես ասենք, ենթադրություններով չեն կարող առաջնորդվել եւ չեն կարող որևէ գործընթաց, իրավական գործընթաց հարուցել։ Սա էլ մի քան ցուցակների հետ կապված, հարգելի գործընկերներ, ցուցակները ինչպես գիտեք, վարում է ներքին գործերի նախարարությունը, ընտրողների ցուցակները։ Ես ներքին գործերի նախարարությունը վերջերս, այսինքն կոնկրետ միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությունը, վերջերս հանդես էր եկել պարզաբանումով։ Ես կարող եմ նորից դա ներկայացնել, որ անձը որևէ բնակելի տարածքի հասցեով կարող է հաշվառել երկու եղանակով։ Բնակելի տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի գրավոր համաձայնությամբ։ Այդ դեպքում փաստացի բնակության հանգամանքը չի ստուգվում։ Եվ երկրորդը, փաստացի բնակության հիմքով։ Այս դեպքում
անձը գրավոր հայտնում է իր բնակվելու հասցեն լիազոր մարմնին դիմելով տվյալ հասցեում հաշվառվելու համար։ Անձի դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից։ Այս դեպքում հաշվառումը իրականացնում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկությունը ոստիկանության կողմից միգրացիա եւ քաղաքացիական ծառայության բաժնին տրամադրելուց հետո։ Այսինքն եւ այն խնդիրները, որ այս նույն պարզաբանման մեջ ըստ էության նշվում է, որ այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվում է 2006-2019 թվականներին կատարված հաշվառումների մասին է։ Այսինքն, երբ որ նույն, ասենք, սեփականատերը այն նախորդ տարիներին չի, ասենք, ստուգել թե իր հասցեում ովքեր կան հաշվառված։ Եվ այսօր, երբ որ օրինակ ստուգում է, տեսնում է, Քավլիցի տեսնում է հանգիստ կարող է ինքը սեփականատերը բոլոր իրեն համար անցանկալի անձանց հեռացնել այդ հասցեի հաշվառումից, բայց սա կապ չունի ոչ ընտրությունների, այսպես ընտրությունների հետ, ոչ ընտրությունների որակի հետ, որովհետև մարդիկ հաշվառում են նաև, ասենք, որևէ բնական վարձով բնակվելու ժամանակ դիմում են լիազոր մարմնին եւ նույնիսկ առանց սեփականատիրո չիմացության հենց այս կարգավորման հիմքով իրենք փաստացի հաշվառում են այդ հասցեին, հետո տեղափոխվում են այլ տեղ բնակվելու։ Երբ որ սեփականատերը չի ստուգում, ստացվում է անցնում է երկար ժամանակ, մեկ էլ երկար ժամանակ անցել, ինքը նոր իմանում։ Կա այդ ընթացքում կա նույնիսկ սեփականության սեփականատերն էլ փոխվել տվյալ անշարժ գույքի։ Որովհետև մեր ներկայիս օրենսդրությամբ հաշվառումը, քանի որ գույքի նկատմամբ որևէ իրավունք չի ստեղծում, կարող է սեփականատերը փոխվի, բայց գույքի այդ անշարժ գույքի հասցեում հաշվառված անձիկ չեն հանվում հաշվառումից, հասկանում եք, այսինքն մարդը գնում է սեփական, եթե չի ստուգում ինքը թե ովքեր են հաշվառված իր հասցեում, կարող են չգիտեմ, ասենք ինչ որ թվով մարդիկ լինել ու ինքը դիմելուց հետո եթե չի ստուգում, այդ մարդիկ շարունակելու են մնալ այդ հասցեում հաշվառված։ Եվ այն պահին, երբ որ ինքը այդ փաստը կարձանագրի, այդ պահին նոր կիմանա այդ մասին։ Արմատ Մեծան